Ուղիղ 15 տարի առաջ այսօրը հոկտեմբերի 27-ին մի խումբ զինված մարդիկ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ գնդակահարեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանին, ազգային ժողովի փոխխոսնակների, մի խումբ պատգամավորների եւ նախարարների։ Թաթուլ, ինչ քաղաքական հանգամանքներում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը Հայաստանում։ Գիտեք, հոկտեմբերի 27-ին անդրադառնալուց առաջ մենք պետք է սկսենք թերևս այն պահից, երբ որ տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխությունը, երբ որ 1998 թվականի փետրվարին Վազգեն Սարգսյանի ուղղակի ճնշման տակ, ճիշտ է, այսօր հիմա ուրիշ անուններ են տալի, ասում են, որ ոչ միայն Վազգեն Սարգսյանի, այլ ուժային նախարարների Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ես պետք է ասեմ, որ այն օրերին միակ մարդը, ով վճռում էր Հայաստանի ճակատագիրը, ներքաղաքական հարցերը, դա Վազգեն Սարգսյանն էր։ Հետևաբար Վազգեն Սարգսյանի ճնշման տակ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, հետո 98 թվականին, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը բերվել էր Հայաստան եւ եթե մենք հիշում ենք հենց նույն վարչապետի խոսքերը, Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ ինքն է գնացել բերել, նշանակվել էր վարչապետ եւ երբ որ տեղի ունեցավ իշխանափոխություն, նոր նախագահական ընտրություններ տեղի ունեցան, նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, սակայն ներքաղաքական հարցերը գլխավորապես որոշում վճռում էր կրկին Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը, որ այդ ժամանակ դեռևս իհարկե վարչապետ չէր։ Նա վարչապետ դարձավ 99 թվականին։ Հիշում ենք նաև, որ շատ կարևոր է հիշել արփի, որ 98 թվականի նախագահական ընտրություններում Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր եւ այդ ընտրապայքարում Վազգեն Սարգսյանը բացահայտորեն պաշտպանել էր հենց Ռոբերտ Քոչարյանին, բայց մյուս տարի 99-ին կայացած արդեն խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ հետևյալը, տեղի ունեցավ դաշինք երկու գործիչների միջև։ Միասնություն դաշինքը ստեղծվեց, միասնություն դաշինքը, որի մեջ մտան, որի հիմնական դերակատարներն էին արդեն ընտրություններում պարտված, պաշտոնապես իհարկե պարտված Կարեն Դեմիրճյանը եւ արդեն Վազգեն Սարգսյանը, եւ այս դաշինքը շահեց խորհրդարանական ընտրությունները։ Ես շատ լավ հիշում եմ առաջին օրը, երբ որ տեղի ունեցավ առաջին նիստը, երբ որ Կարեն Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, եւ ես հիշում եմ անգամ իմ հոդվածը, որ այդ օրերին ես գրել էի Երկիր թերթում, Դարտի շրջանը զյուր, այսինքն այն մասին էի գրում, որ Դեմիրճյանը նորից վերադարձավ այն վայրը, որտեղից նա գնացել էր, որովհետև այս շենքը նախկինում խորհրդային Հայաստանի կենտրոնական Կոմկուսի կենտրոնական կոմիտեի շենքն էր, ՑԿ-ի շենքն էր։ Եվ ահա 99-ին, երբ որ Դեմիրճյանը նշանակվեց դարձավ ազգային ժողովի նախագահ, իդեպ ասեմ, շատ հետաքրքիր էր այդ օր այն իմաստով, որ բոլորը կանգնած ծափահարում էին բոլոր պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից եւ միայն մեկ պատգամավոր կար, որը չկանգնեց եւ չծափահարեց, դա Արտաշես Գեղամյանն էր, որը այսօր անխնա ծափահարում էր իշխանականներին։ Այո, եւ նաեւ ուզում եմ ասել, որ սպարապետը, այսինքն Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, թեև նա մի քանի ամիս առաջ, ավելի ճիշտ ամիս չէ, բավականին մոտ 1 տարի, այո, մի քանի ամիս առաջ հիշում եմ երկրապահների կարծեմ, թե հանրապետականների համագումարում ասում էր, ես չեմ ուզում դառնալ ազգային ժողովի նախագահ, ես չեմ ուզում դառնալ հանրապետության նախագահ, ես չեմ ուզում դառնալ վարչապետ, բայց նա դարձավ վարչապետ, փաստորեն ամբողջ ուժը կենտրոնացել էր Վազգեն Սարգսյանի ձեռքում եւ Ռոբերտ Քոչարյանը, որը նստում էր մի քիչ վերև Բաղրամյանում, էլի Բաղրամյան այս պողոտայի վրա, վերածվել էր բավական նախագահներ, բայց կարծեք թե շատ լիազորություններ չուներ եւ բոլոր հարցերը վճռում էր կրկին Վազգեն Սարգսյանը։ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ ահա ներքաղաքական այսպիսի ստատուսի, այսպիսի պայմաններում, եւ այդ դեպքից հետո էր միայն, որ արդեն ներքաղաքական իրավիճակը փոխվեց։
Թաթուլ, թեև ես շատ երիտասարդ էի, բայց հիշում եմ, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ եւ ձևավորվեց այդ միասնություն դաշինքը, հույս արթնացավ ժողովրդի մեջ, որ Կարեն Դեմիրճյան Վազգեն Սարգսյան տանդեմը կկարողանան փոխել Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակը։ Հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27 եւ երկու կարկառուն գործիչներն էլ գնդակահարվեցին։ Դատավարությունը չբացահայտեց այդպես էլ ով էր կանգնած այս ամենի հետևում եւ ինչու տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի այդ ոչրագործությունը, արդյոք դա ժողովրդի մեջ կուտակված ցասումներ, ինչպես ներկայացնում էր Նաիրի Հունանյանը ազգային ժողովից, թե դա իշխանական դավադրություն էր։ Նախ մեկ բան եմ ուզում ասել, այն որ ասում ես ժողովրդի մեջ հույս արթնացավ, դա շատ մեղմ բառ ես օգտագործում։ Ես կարող եմ ասել, որ ոգևորության այնպիսի մեծ ալիք կար եւ 88 թվականի այդ ազգային զարթոնքից հետո, երբ որ ժողովուրդը հավաքվում էր Թատերական հրապարակում, երկրորդ հույսը հենց արթնացավ, երբ որ Կարեն Դեմիրճյանը 98-ին վերադարձավ որպես արդեն նախագահի թեկնածու։ Նրանք, ովքեր հետևել են այդ քարոզարշավին, շատ հետաքրքիր պատմություններ են պատմում, թե ինչպես էին, ասենք, ժողովուրդը ինչպես էր ընդունում Կարեն Դեմիրճյանին, եւ հենց այդ ժամանակ էր, որ մասսայաբար տեղի են ունենում ոչխար մորթելու արարողություններ, երբ որ նրա ոտքերի տակ ոչխար էին մորթում, ի նշան, չգիտեմ, երախտագիտության, մարդիկ իրենց պիճակներն էին հանում, ասում էին, այ Կարեն Սերոպիչ, այս վերջին պիճակը ձեր իշխանության տարիներ, երբ դուք առաջից եկայի առաջի քարտուղարն եք այն ժամանակ են կարել, այսինքն ոգևորությունը շատ մեծ էր եւ իրոք մարդիկ հույս ունեին, որ սա փոփոխությունների սկիզբն է եւ կյանքը Հայաստանում կլավանա։ Ինչ վերաբերում է ձեր տված հարցին, իհարկե, սկզբնական շրջանում, օրինակ նույն կարծիքներ ես շատ լավ հիշում եմ Վազգեն Մանուկյանը, հոկտեմբերի 27-ի հենց այս օրը լրագրողներով մենք կանգնած հարցազրույց էինք վարում Վազգեն Մանուկյանի հետ, շատ լավ հիշում եմ այդ օրը, որովհետև այս ամբողջ շրջափակված էր ալֆա ջոկատով եւ մեկ-մեկ, ասենք, ազգային ժողովի պատգամավորներին էին դուրս բերում կամ այլ պատգամավորներ էին այլ տեղերից գալիս մոտենում եւ շատ լավ հիշում եմ Վազգեն Մանուկյանի խոսքը, որ սա մի խումբ ռոմանտիկների արվածն է, այսինքն այո, այդ տեսակետը կար, բայց նաև մեկ Եվ ռոմանտիկները Նաիրի Հունանյանն իր խմբով էր, նկատի ուներ դա, ռոմանտիկներին նկատի ուներ դա, եւ նաև ուզում եմ Արփի մեկ բան ասել, ճիշտ է, ժողովրդի մեջ մեծ հավատ կար, որ Կարեն Դեմիրճյանի վերադարձը կփոխի Հայաստանի քաղաքական, տնտեսական ընթացքը, բայց նաև պիտի ասեմ, որ Վազգեն Սարգսյանի նկատմամբ կար մի մեծ հատված, որը նրան չէր ընդունում։ Այսինքն ճիշտ է, հիմա արդեն 15 տարի անց, 10 տարի անց նրա մասին միայն բացառապես միայն դրական են խոսում եւ սա բնական է, սա պատմության ընթացքն է։ Դժդեհի մասին հիմա շատ դրական են խոսում, Անդրանիկի մասին դրական են խոսում, բայց ժամանակակիցների եթե հուշերը բացեք, դրական չեն խոսել։ Նույնը վերաբերում է նաեւ Վազգեն Սարգսյանին, այսինքն միանշանակ չէր նրա ընկալումը հասարակության մեջ։ Ինչ վերաբերում է դատավարությանը, ես պետք է ասեմ, որ Հայաստանում բնակչության գերազանց մեծամասնությունը այդպես էլ չհավատաց դատավարության այն վարկածին, դատավճռին, համաձայն որի այս ահաբեկիչների թիկունքում դրսի, ներսի կամ որևէ ուժեր կանգնած չեն եղել։ Այսինքն դատավարությունը ինչ պարզեց, որ նրանք ամեն ինչ արել են իրենց նախաձեռնությամբ, բայց կրկնում եմ, սա այն դատավարություններից էր, որը բնակչության մեծամասնությունը չհավատաց, եւ ես վստահ եմ, որ 100 տարի էլ անցնի, այնուամենայնիվ չեն հավատալու, որ Նաիրի Հունանյանի թիկունքում որևէ քաղաքական ուժ չկար, լինի դա ներսի թե դրսի ուժեր, լինի դա հյուսիսի թե արևմուտքի։ Թաթուլ, արդեն 2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականին քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց եւ Ազատության հրապարակում նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին միացավ Վազգեն Սարգսյանի եղբայրը, այդ ժամանակ հարթակից բազմաթիվ անգամ բոլորի ներկայությամբ հնչեցվեցին այն անունները, թե ովքեր են կանգնած եղել հոկտեմբերի 27-ի հետևում եւ հիմնական մեղավորները ըստ Ազատության հրապարակի հարթակի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն էին։ Որքանով հիմնավոր են ըստ ձեզ այդ մեղադրանքները։ Վստահ եմ փաստեր չունեք ձեռքի տակ դրանք ասելու, բայց բնականաբար որևէ մեկը չի կարող որևէ մարդու անուն տալ, հաշվի առնելով թե ինչպիսի ոչրագործություն էր տեղի ունեցել։ Ի վերջո այդ մարդիկ ահաբեկիչներ էին, քանի որ գնդակահարել էին ոչ միայն առաջին դեմքերի, այլ գնդակահարեցին նաեւ Հայաստանի, այսպես ասեմ, իշխանական վերնախավին։
Երբ դուք նշում եք 2007-2008 թվական, ես ավելի հետ եմ ուզում գնալ եւ ասել 2003-4 թվականներին, երբ որ արդեն Ռոբերտ Քոչարյանի դեմ նախագահական աթոռի համար պայքարում էր Ստեփան Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանի որդին, այդ ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցող ցույցերի ժամանակ ակնհայտ բացահայտորեն էին որոշ գործիչներ ուղղակիորեն մեղադրում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին այս իրադարձությունների հետևում կանգնած լինելու կամ այսպես ասեմ, նրանք ասում էին, որ Քոչարյանն ու Սարգսյանը ամեն ինչ անում են, որպեսզի այս ոճրագործությունը չբացահայտվի։ Մասնավորապես այդ տեսակետն էր առաջ տանում Ստեփան Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանի այրին եւ Դեմիրճյանների շահերի պաշտպանները։ Նրանք ասում էին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այս դեպքը չբացահայտվի։ Մասամբ ժամանակ առ ժամանակ նաեւ ուղակի մեղադրանքներ էին հնչեցվում, որ այս ամենի թիկունքում կանգնած են այդ երկու անձնավորությունները, բայց կրկնում եմ, որևէ մեկը չի կարող դա այսպես ասեմ ապացուցել, որովհետեւ չկան բավարար փաստեր։ Եվ նաև դատավարության արդյունքը դա չապացուցեց։ Շատ լավ, շնորհակալ եմ Թաթուլ ձեր հիշողություններով կիսվելու համար։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել տարբեր փորձագետների եւ մասնագետների կարծիքները, որ քանի դեռ չեն բացահայտվել հոկտեմբերի 27-ը եւ 2008 թվականի մարտի 1-երը Հայաստանում, նրանց կրկնությունը բացառված չէ։